ուզում հեռանա։ Պատճառը ո՞րն է։ Եկեք ասեք։ Այս լրջությամբ եք եկել եկեղեցուն աջակցելու կամ ազատագրելու, չգիտեմ որ գործողության համար եք։ Նորո։ Որտեղից եք Չի կարելի Ձեր նախաձեռնությանը իշխանական 10 եպիսկոպոսով եւ այդքան սահմանափակ Ոնց է մեկին Ինչ եք ուզում դուք Մենք ուզում ենք հասկանալ ինչու եք ուզում որ վեհապարը հեռանա Բոլորիդ պատճառը մի վարքան բոլորիդ վաղը ժամը 12-ին հրավիրում եմ Թալին կասեմ ձեզ պատճառը Բոլորիդ հրավիրում Հավաքվել է Հիմա եկեղեցու հայատ ենք չի կարելի Էսա կարմիր գծերը Եկեղեցու հայատ չի կարելի Էս Եկեղեցու հայատում կարելի է կապել Ես իրավունք չունեմ որպես Հայաստանի Հանրապետություն բաներ տեսել ենք պարոն Սարգսյան մենք եկեղեցու հայատում արդեն ուրիշ բաներ տեսել ենք որ սա որևէ Ինչ եք տեսել Որ անձնական բերում զոր Յուրաքանչյուր օրինախախտության դեպքում կլինի դա եկեղեցու բակ կլինի դա հյուրատուն կլինի դա մանկապետարան ահացան պետք է Ինչ օրինախախտություն է եղել Դուք ասում եք Քարինից մենակ դուք եկեք եկել աջակիցներ եք դարձեք իմանալ Բարև ձեզ Որ հավաքին եք եկել մասնակցելու Որ հավաքին եք եկել մասնակցելու Բարև ձեզ Որ հավաքին եք եկել մասնակցելու Իսկ ցերոյլը խնդրում եմ Որտեղից եք եկել հավաքին Լեշմիածնից Ում եք աջակցում Բարձ չի ում Որ ասեք բարձ կլինի Պարզա Եվ ում Ուղղակի մեր հետևորդներին էլ բարձ չէ Ուզում ենք իմանալ ում եք աջակցում Եղած բուրում եք ամենին Ձենը կտրի է իրականացնելու լրագրողների աշխատանքների Բարև ձեզ Որտեղից եք եկել Այ գործչինս ինձ հետ Բարև ձեզ Ում եք աջակցելու եկել Ում եք եկել աջակցելու պապուջան Ես աջակցելու ոչ մեկին համար չեմ եկել աղջիկջան Որտեղից եք եկել Ես ստեղից եմ, միշտ էլ ստեղ եմ լինում, թե չէ աջակցելու հարցեր ես ոչ մտածում Կաթողիկոսին մեկը աջակցություն Որին եք Ես չեմ եկել ինչ-որ մեկին աջակցելու համար ժողովուրդը ոնց կասի նենց էլ թող լինի Մայրաթուր իր նույն վիճակում է ինչպես որ միշտ լինում է Ես այդքան էլ շփում չեմ ունեցել ու չգիտեմ թե ոնց ինչ պատասխանեմ, չէ աղջիկ ջան Չէ Լավ շնորհակալ Որ հատվածում եք
Դպրոցների մանկապարտեզների Տեր-հայր ինչ կանխատեսումներ ունեք, ինչ կարող է տեղի ունենալ, հաշվի առնելով, որ այստեղ են գալիս արդեն կարծեմ կարգալույս եղած սրբազաններ եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ են, իշխանականներ են այստեղ։ Ժողովրդին տեսնելով, տեսնում ենք մեր բարեպաշտ հավատացյալ ժողովուրդը, նաև ուխտապահ եկեղեցականությունը համախմբվում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Վեհափառ Հայրապետի կողքին։ Իսկ տիրադավ ուխտադրուժ եպիսկոպոսները իրենք նախկինում էլ իրենց շուտ մարդ եւ այսօր էլ չեն կարող երբևիցե մարդկանց քանակ ապահովել։ Իրենց մաքսիմում քանակը, որ երբևիցե կարող էին հավախմբեին, դա Օհանավանում հավաքած մարդկանց քանակներ, որին հավաքվողներին տեսել ենք, գիտենք նաև ինչ վարչական ռեսուրսներով էին իրենց հավաքել, եւ այսօր էլ չեն կարող այդ տիրադավ եպիսկոպոսների շուրջ մարդիկ համախմբել։ Մարդիկ շատերը նաև ժողովրդից ժամանակին եկեղեցուց հիասթափվում էին հենց այս տիրադավ եպիսկոպոսների վարքի, բախի, կենցաղի պատճառով։ Այդ դեպքում Վեհափառ Հայրապետը ինչու գործում քայլեր չէր ձեռնարկում այդ տիրադավ դեր ասած տիրադավ եպիսկոպոսներին հեռացնելու կամ կարգապահական որևէ միջոց կիրառելու։ Վեհափառ Հայրապետը բնականաբար բազմաթիվ մեջոցներ կիրառել է, նաև նկատողություններ է արել, հավանաբար նաև առանձին զրույցներ է ունեցել, բայց իրենք միշտ էլ բազմաերես են եղել եւ այսօր էլ տեսնում ենք իրենց այդ երեսներից մեկը, որ ասենք տիրադավ կերպով համախմբվել են հակաեկեղեցական այս օրակարգի շուրջ։ Եվ վստահ ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր եկեղեցին այս փուլն էլ կհաղթարի, տեսնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, ուխտապահ հավատացյալ ժողովրդին եւ հոգեվոր դասին համախմբված Վեհափառի շուրջ իրենց աջակցությունը Վեհափառին հայտնելու եւ հիմա էլ որ քայլում էի, տեսնում էի հիմնականում այն մարդիկ են, որոնք եկել են իրենց աջակցությունը ցույց տալու Վեհափառին։ Այսինքն նրանք չեն հաջողի կարծում եք։ Նրանք արդեն իսկ ձախողել են եւ երբևիցե նրանք չեն հաջողել։ Բայց այս չափ ոստիկաններով որ կուտակել են այստեղ ամենամեծ քանակը եւ ամենամեծ հաղթաթուղթը, որ իրենք ունեն, այդ ոստիկանական ուժերն են։ Կարելի ասել վերջին 6-7 տարիների ընթացքի մեր հանրապետության, ասենք, հիմնական ձեռքբերումը այս ոստիկանական ուժերն են, որ իշխանությունները, քանի որ միշտ ներքին վախ են ունեցել իրենց աթոռը կորցնելու, արտաքին թշնամու դեմ պայքարելու, ես կուզեի, որ այս ոստիկանների փոխարեն ունենայինք օրինակ զինվորականներ այսքան, եթե պետությունը վերջի տարիներին ինչքան ոստիկաններ է պատրաստել եւ ինչ ներդրումներ է արել ոստիկանության էս տարբեր համակարգեր, ստորաբաժանումներ ստեղծելու գործում, այսքան ներդրում աներ բանակի վրա եւ բանակում այսպիսի բարեփոխումներ աներ, կարծում եմ ինքը այսքան վախեցած չէր լինի Ալիևից, Էրդողանից, Փաշազադեից եւ նրանց օրակարգով չէր առաջնորդվի։ Դեր հայր բախումները հնարավոր համարում եք այսօր։ Այսպես ասեմ, մարտի 1-ի հիմնական սադրիչի բարձր պաշտոն ունենալը նկատի